Արցախի հանրային հեռուստատեսության եթերում աշխատանքն է սկսում օր լրատվական ծրագիրը։ Բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Իրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկայավիճակն ու Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Իրանի նախագահն ընդգծել է, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել տնտեսական հարցերի, մասնավորապես էներգետիկայի, գազի եւ էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաեւ տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներում, այդ թվում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը, Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը։ Կարևորվել է նաեւ գազի եւ էներգետիկայի ոլորտներում եռակողմ Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը։ Պաշտոնական Թեհրանը միշտ էլ շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ միշտ էլ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա, ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը։ Իրանը դեմ է եղել պատերազմական գործողություններին, մի պահ նույնիսկ ակտիվ միջնորդական առաքելություններ իրականացնում։ Հիմա մի փոքր ավելի пассив է, այսինքն ֆորմալ տեսանկյունից չի մասնակցում բանակցային գործընթացին որպես միջնորդ, բայց միշտ էլ Իրանի գործոնը եղել է կարևոր։ Եվ հիմա այն, ինչ Ռոհանին է հայտարարել, կրկին այս քաղաքականության դրսևորումն է, ասել է Բաբայանը։ Նրա խոսքով տարածաշրջանում խաղաղությունը բխում է նախ եւ առաջ Իրանի շահերից։ Իրանը սահմանակից է եւ Ադրբեջանի, եւ Արցախին, եւ Հայաստանին, ունի լուրջ խնդիրներ Ադրբեջանի հետ, ու թեպետ փակ ձևով փորձում են ամեն ինչ հարթել, բայց նույն Ադրբեջանում չեն թաքցնում իրանական տարածքների նկատմամբ իրենց հավակնությունները։ Ադրբեջանում խոսում են հարավային Ադրբեջանի բռնակցման մասին, սատարում են անջատողականներին, եւ Իրանը հասկանում է, որ եթե լինեն լայնածավալ պատերազմական գործողություններ, կամա թե ակամա ինքը նույնպես կարող է մասնակից դառնալ այդ գործընթացներին, ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով կարգավորելու կոչով հանդես է եկել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին։ Թեհրանում լրագրողների հետ ամեն շաբաթի հանդիպան ընթացքում նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օժանդակել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը։ Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում, հետևում ենք մեր սահմաններին եւ թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը, ընդգծել Քասեմին։ Ավարտվել է Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան միությունների թվով 3-րդ հայաստանագնացությունը։ Հայկական տարբեր գաղթօջախներից 230 պատանի 8 օր ապրել են Հայաստանում։ Վերջին 3 օրերին բանակոմի մասնակիցները հանգրվանել են Արցախում, ծանոթացել հայրենիքի այս հատվածին։ Շուշիի Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում այսօր կայացել է հայաստանագնացության պաշտոնական փակումը։ Այս պատանիներից շատերն առաջին անգամ են Հայաստանում, եւ սա Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան միությունների թվով 3-րդ հայաստանագնացության շրջանակներում։ Բանակոմի մասնակցել է 230 պատանի Սփյուռքի տարբեր հատվածներից։ Իրանը, Սիրիան, Լիբանանը, Քուվեյթը, Էմիրատները, Հայաստանը, Արցախը եւ հիմնական նպատակը հայաստանագնացության դա առաջին հերթին Հայաստանը ճանաչելն է, իսկ Հայաստան ասելով մենք չենք հասկանում միայն պատմամշակութային կոթողները, տեսարժան վայրերը, այլ մանավանդ հայրենի բնակչությունը, նպատակ ունենալ դարբեր երկրների վադանիներ, ընկերներ եւ ըլլան գաբեր իրարու հետ եւ ըլլան աբակայի գազագերբիչները իրենք եւ դեսնեն օրինակները, որ մենք կնենք, սորվին եւ դառնան իրենք կազմակերպիչները եւ սկսին կորզի այդպես։ Հույդա պատանեկան միությունների 3-րդ հայաստանագնացության 5 օրն անցել է Քանաքեռավանում։ Դասախոսություններից հետո ճամբարականները կատարել են խմբային աշխատանքներ ու ապրել կոլեկտիվ կյանքով։ Վստահ են, որ պատանիների միջև ստեղծված կապերը շարունակվելու են։ Շատ մարդոց, շատ ընկերներու ծանոթացանք, շատ Հայաստանի մեջ եղեր տեսանք, ծանոթացանք հայ ժողովրդի կյանքի, մշակույթին, մեր աչքով տեսանք Հայաստանը։ Այսինքն եւ բավական զարմացա եւ
Հասակագիցները շատ էր լավ հայերեն խոսին։ Բավականին հետաքրքիր մարդիկ են, երբ որ մանավանդ իրենց լեզուներն էլ ենք փորձում սովորել, ունենք իրենց սոցցանցերի էջերը ու այդպես կապ ենք պահպանում, որպեսզի հետո համագործակցությունը ավելի հեշտ լինի։ Եղել էի Հայաստանում, բայց շատ տեղեր գար չէի դեսած, չէի կացած եւ շատ նոր դեսարժան վայրեր գնացինք, նոր տեղեր տեսանք, Հայաստանի ավելի ծանոթացանք, մեր պատմությունը իմացանք եւ ամենակարևորը մեր երազած Արարատը տեսանք։ Շատ իրար հետ նմանումներ ունեինք, ծանոթացամ շատ ընկերների հետ եւ հույսով որ կարողանամ կապը պահեմ, կարծում եմ որ շատ ծանր բանակում պետք է լինի, բայց շատ լավ էր, ամեն ինչը շատ լավ անցավ, ամեն ինչը շատ ծրագրավորված էր։ Վերջին 3 օրը բանակումի մասնակիցներն ապրել են Արցախում, այդ ընթացքում շրջել ու ճանաչել են Արցախը, ասում են սա լավագույն առիթն էր գալ հայրենիք ու ծանոթանալ տարբեր երկրներում ապրող իրենց հայազգի հասակակիցներին։ Մենք ավելի շատ բանակում ենք ասում, թեև վերջին տարիներում այցելությունների թիվը շատացել է, Գառնի, Գեղարդ, Գանձասար եւ այլն, բայց սա ճամփար չի, սա ավելի շատ բանակում է, որովհետեւ ամբողջ բանակումի կարգապահությունը, դիսցիպլինը գոյություն ունի, առավոտ արթնացում, մարզանք, շարք պետք է կանգնեն, պետք է ենթարկվեն պատասխանատուներին եւ այսինքն այդ կարգապահությունը փորձում ենք պահել։ Հույդապատանեկան միությունների 3-րդ Հայաստանագնացությանը մասնակցել են նաեւ Արցախից։ Հայաստանագնացության պաշտոնական փակումը Շուշիում պատահական չէ։ Բանակումի նշանաբանն է Խանասորից Շուշի հաղթանակից հաղթանակ։ Իրենք մանավանդ սպիրկի պատանիները Շուշի լսած են, Շուշիի պատմությունը լսած են, հերոսական պատերազմը լսած են, ունեցած են իրենց հայրերու ընկերները նահատակված են եւ կսպասեն երթալատ քաղաքը, այդ երկիրը, որ ունեցած են նահատակներ եւ ունեցած են ընկերներ, որ իրենց հոր ընկերները, որ նահատակված են այս շրջանի մեջ։ Բանակումի վերջին օրը մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով։ Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում Հայաստանագնացության մասնակիցներին ողջունել է Հույդա Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատանիների ցանկությունը մեկն է՝ մի օր վերադառնալ եւ ապրել հայրենիքում։ Որոշումը Սիրիա Գասյա Բարոնյանն արդեն կայացրել է։ Շատ սիրեցի, մեր հայրենիքն է եւ կփափակենք բոլորս արաբական երկիրներից քիչ ուրիշ քաղաք մեր հայրենիքը ապրենք, հաստատվենք մեր հայրենիքում։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Վարդենիսկ քաղաքի բնակիչ Արթուր Մարգարյանը, ով արդեն 2 տասնամյակից ավելի ապրում է Գերմանիայի Դաշնությունում, առաջին անգամ Արցախում է գեղեցիկ ու հայրենանվեր առաքելությամբ։ Հոր Ֆիրդուսի Մարգարյանի անձնական գրադարանից մոտ 700 կտոր գիրք, հիմնականում գեղարվեստական գրականություն, նվիրաբերել է Արցախին։ Եվս 700-ը տեղ կհասնեն մի փոքր ավելի ուշ։ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ գրականությունը կուղարկվի Քարվաճար։ Ընդհանուր ներկայացնենք մոտ 700 կտոր անձնական գրադարանից, որը որ ձևավորվել է սկսած 1966 թվականից, ծնողս հավաքել է այս ամեն ինչը, ու քանի որ ինքը ժամանակից շուտ կյանքից հեռացավ ու իր խնդրանքն էր, որ պետք է օգտագործվի այանպաստ գործին այս գրադարանը, որոշում կայացրինք նվիրենք Արցախին։ Հայ տանկիստները տանկային բիաթլոնի անհատական մրցարշավ փուլի արդյունքներով անցել են կիսաեզրափակիչ։ Այդ փուլի արդյունքների հիման վրա կազմված թիմերի վարկանիշում առաջատարը ռուս տանկիստներն են։ Մրցավարների հանձնախմբի ներկայացուցչի խոսքով անհատական մրցարշավ փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 թիմ՝ Բելարուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Սերբիայից, Մոնղոլիայից, Վենեսուելայից, Հայաստանից, Ղրղստանից եւ Իրանից։ Բանակային խաղերն այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելարուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի 22 զինափորձարանում։ Մասնակցել են 28 երկրի ներկայացուցիչներ։ Ֆինական Տամպերեյում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Պետիչին, այնուհետև 9-0 հաշվով ուկրաինացի Անդրեյ Պարցեին։ Քառորդ եզրափակում Ամոյանը տուշեյով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Նամազ Ռուստամովի նկատմամբ։ Կիսաեզրափակում առավելության հասավ թուրք Մուրադ Ֆիրատի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ։ Այստեղ Ամոյանի մրցակիցն իրանցի Ավին Կավիանինեջադն էր։ Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով։ Քանի որ վերջի միավորը վաստակել էր իրանցի ըմբիշը, հաղթանակը շնորհվեց նրան, իսկ Ամոյանը բավարարվեց արծաթե մեդալով։
Ծանոթացեք նաև եղանակի տեսությանը, օր լրատվականի հիմնական թողարկումը ժամը 29 է։ Հանրապետության տարածքում սպասվում է առանց ձեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 20-ից 24, ցերեկը 33-ից 38 աստիճան տաքություն։